Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 6-ին մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ նախկին քրեական օրենսգրքի 300 պրիմ հոդվածի առաջին մասով եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ նույն հոդվածի օժանդակության մասով քրեական հետապնդումը դադարեցրեց։ Դատարանը փաստեց, որ հանցագործության դեպքը բացակայում է եւ այդ մասով գործի վարույթը կենթակա է կարճման։ Վերոնշյալ որոշման դեմ բոլոր կողմերը ներկայացրեցին վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնաց անփոփոխ։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրեց արդեն գլխավոր դատախազը, խնդրելով բեկ անել ստորադաս դատարանների դատական ակտերը եւ գործն ուղարկել նոր քննության։ Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ գլխավոր դատախազի բողոքն ընդունվեց վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ որոշեց, որ պետք է դիմի սահմանադրական դատարան նախկին քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների